9 բանկից հնարավոր է եղել 133 միլիոն 500 հազար դրամ հափշտակել։ Երևանի բնակչուհին ստեղծել է հանցավոր կազմակերպություն, ներգրավելով 9 անձի, ազգականներին և ընկերներին։ Նրանք Վրաստանում ապրող իրենց ծանոթ հայերին բերել են Հայաստան, գրանցել տարբեր հասցեներում, օգնել ստանալ նույնականացման քարտեր, այնուհետև ուղեկցել բանկեր, հաշիվներ բացելու համար։ Բանկային քարտեր վերցնելուց և հաշիվները բացելուց հետո դրանք բոլորը տրամադրվել են հանցավոր կազմակերպության ղեկավարին և քաղաքացիները կրկին գնացել են Վրաստանի Հանրապետություն։ Վրացահայերին գրանցել են որպես աշխատող և նրանց մի քանի ամիս ձևական աշխատավարձ փոխանցելու գործընթաց են կազմակերպել։ Երբ որ արդեն անձինք վարկունակություն են ունեցել, այսինքն ՊԵԿ-ում ցույց է տվել, որ այս մարդը ունի այսքան աշխատավարձ, ամսական այսքան աշխատավարձ է ստանում, գրանցված աշխատող է, արդեն կազմակերպվել է այդ անձանց Հայաստան բերելը ու հանցավոր կազմակերպության մասնակիցները այդ անձանց ուղեկցել են Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող տարբեր բանկեր ու նրանց օգնել են, խորհուրդներ են տվել, որ վարկեր վերցնեն։ Վրաստանից Հայաստան եկած 291 անձի անունով է վարկ ձևակերպվել։ Գումարը ամբողջությամբ հավաքվել է Երևանի բնակչուհու մոտ, հետագայում բաժանվել հանցավոր գործունեության մասնակիցների միջև։ Գումարը վերցնելուց հետո ժամեր անց կամ հենց հաջորդ օրը այդ քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունից գնացել են եւ այլևս չեն վերադարձել։ Հանցավոր կազմակերպությունը նաև պատրաստել եւ իրացրել է վարորդական իրավունքի կեղծ վկայականներ, կեղծ անձնագրեր վրացահայերի շրջանում։ Հանցավոր կազմակերպության ղեկավարի նկատմամբ որպես խափանմիջոց է ընտրվել կալանավորումը, հանցավոր կազմակերպության մասնակիցներից երկուսի նկատմամբ որպես այլընտրանքային խափանմիջոց է ընտրվել տնային կալանքը, 3 անձի նկատմամբ որպես խափանմիջոց է ընտրվել կալանավորումը, սակայն վերջիններս գտնվում են ՀՀ սահմաններից դուրս եւ նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ 4 անձի նկատմամբ արդեն դատարանի որոշմամբ ընտրվել է այլընտրանքային համակցված խափանմիջոցներ, վարչական հսկողություն, բացակայելու արգելք եւ գրավ։ Քրեական վարույթը ուղարկվել է դատախազին մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ այն դատարան ուղարկելու համար, իսկ հետախուզման մեջ գտնվող 3-ի, նաեւ ներգրաված 291 անձանց արարքին քրեաիրավական գնահատական տալու համար նոր վարույթ է անջատվել եւ դրանով նախաքննությունը շարունակվում է։ Լիանա Խաչատուրյան, Ռաֆիկ Սողոմոնյան, Լուրեր։